Yolchian Production-ը ներկայացնում է Yolchian Production։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Վանաձորի Ազատ Խոխացյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում։ Գտնվում ենք դպրոցի լաբորատորիայում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրով ընդունում ենք ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին մենք պետք է լուսաբանենք եւ նկարահանենք այն թիմին, ով նախագծային աշխատանք է ներկայացրել եւ հաջողություններ է ունեցել ուսուցչուհու գլխավորությամբ կներկայացնի իր թիմի անդամներին եւ թե ինչ աշխատանքներ են արել։ Մենք հիմա գտնվում ենք մեր դպրոցի կենսաբանության լաբորատորիայում, որտեղ կրկային 4 տեսությունը կարծես կենթանանում է, երբ աշակերտն ինքն է հպվում գիտությանը եւ նորագույն սարքավորումներով լի այս սենյակում այն դառնում է պարզապես շոշափելի հրաշք։ Այստեղ իմ աշակերտները, իմ խումբը ստեղծագործում են, կարծես գյուտարարներ լինեն, հետազոտական աշխատանքներ են կատարում եւ լաբորատորիայի այս պատերի ներսում կատարվում են փորձարարական եւ հետաքրքիր գեղեցիկ նախագծային աշխատանքներ։ Իսկ այս պահին, որ պետք է մենք ներկայացնենք տեղաբույսեր եւ այլն, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ թեմաներ եք ընտրել եւ ովքեր են աջակցել եւ հենց այդ թեմայի վրա եք կանգառել եւ իհարկե բնականաբար, որ դասարանի հետ է այս ամեն ինչը իրականացվել։ Նախագծային այս աշխատանքը իրականացվել է 9-րդ դասարանի ավարտական քննական ծրագրում եւ թեմաները ես իրենց տվեցի, որ կարդան տեսնել, իրենք ընտրեցին այնպիսի թեմա, որ իրենց ավելի հոգեհարազատ էր եւ ընտրեցինք թեման դեղաբույսերի նշանակությունը եւ օգտագործումը բնության մեջ, այսինքն կապ դեղաբույսերից դեպի բժշկություն։ Խնդրում եմ ներկայացրեք նաեւ ձեր թիմի անդամներին, այն անդամներին, որ այս պահին մի մասն է կազմում եւ իրենք հերթով ներկայացնեն։ Թիմային աշխատանք է կատարվել եւ ամեն մեկը թիմում պատասխանատվություն է ստանձնել իր գործը փայլուն կատարելու։ Համարում եմ հաջողված նախագծային աշխատանք, քանի որ բացի թիմային աշխատանքից իրենք նաև մեկը մյուսին կարողացել են լսել թիմում, աջակցել են։ Գտել են այնպիսի հարցեր, հարցադրումների միջոցով գտել են սպառիչ պատասխաններ, կարողացել են օգտվել հավաստի աղբյուրներից եւ ինչի՞ չէ նաեւ գնացել են նաեւ կոմպրոմիսների։ Թիմում Սասնիկն է, Սասնիկ ներկայացրու ինչ աշխատանք ես կատարել։ Ես ստեղծել եմ այս նյութը մանկական շամպունի հետ խառնել եմ հադրեվարդի կամ ռոզմարինի էքստրակտ եւ այս նյութի անունը մենք դրել ենք Biodel։ Այս նյութը օգնում է գլխամաշկի թեփի եւ մազարմատների ամրացնելու համար։ Իսկ փորձել ես ինքդ։ Այո, փորձել եմ, շատ ուժեղ օգնում է։ Իսկ ինչից մտածեցիր, որ հենց շամպունի հետ կարելի է այդ խառնել։ Գնացել էինք Վանաձորի համար 1 դեղատուն եւ այնտեղ ասել էին սրա մասին եւ որոշեցինք անել փորձել։ Դեղագետի խորհրդով եւ կարդալով հազրեվարդի կամ ռոզմարինի բուժիչ հատկությունները էքստրակտով պատրաստեցինք մանկական այս շամպունը։ Իսկ այդ բույսը որտեղից պեղեցիք։ Ձեռք բերեցիք։ Ձեռք բերեցին դեղատնից, իրենք ասեցին ինչ չափաբաժնով պիտի օգտագործենք, քանի որ նաև մեծ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ այն դեպքում, երբ այն սխալ է օգտագործվում։ Շարունակի։ Նաև արել եմ այդ նույն գործողությունը թորար ջրով եւ խառնել եմ հազրավարտի կամ ռոզմարինի էքստրակտ եւ ստացել եմ ցողանյութ, որը օգնում է եւս գլխամաշկի եւ մազարմատների ամրացման համար։ Խնդրում եմ ներկայացրեք մեր գեղեցկուհուն։ Ինչ աշխատանք է կատարել եւ իհարկե ձեր անունը։ Միլենն եմ, մենք պատրաստել ենք թեյեր, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր նյութեր։ Այստեղ դաղցն է, ետևում գրված է թե իրենց կանոնության շաբաթ, պահպանման ինչպես պետք է պատրաստել ճիշտ թեյերը։ Սկզբի համար պետք է վերցնենք թեյը 1 գդալ, որը մոտավորապես կազմում է 250 միլի։ Վերցնում ենք թեյը 1 գդալ, լցնում ենք տարայի մեջ, այնուհետև եռման ջուրը եւ փակում ենք կապերիչով, որպեսզի թրմվի 10-ից 15 րոպե հետո կարող ենք բերքում։ Դեղաբույսերը իրենք հավաքել, չորացրել եւ փաթեթավորել են, ինչպես տեսնում եք, կա նաեւ մակնշում եւ դեղաբույսերի վրա մենք դեղաբույսերը անվանել ենք դարման անվանման, որը նշանակում է բուժը։ Սպերտամիջ, չէ՞։ Իսկ վաճառքի ենթակա են։
թե ուղղակի ձեզ համար է, ձեր նախագծի համար։ Եթե մեր հաղորդումը դիտողներ լինեն եւ ցանկանան ձեռք բերեն, նաեւ ինձ թվում է օգնություն կլինի ձեր նախագծին այդ ծախսեր հոգալու դեպքում, որովհետեւ եւ տպագրությունը եւ փաթեթավորումը գումար է հարկավոր։ Ովքեր են աջակցել այս գեղեցիկ աշխատանքներին եւ իհարկե վաճառքի մասին խոսենք։ Վերջում ինձ թվում է իրենք, երբ որ նախագծային աշխատանքը ավարտել ենք արդեն, ինձ թվում է արդեն մտածեք վաճառքի մասին։ Ուսը Հայաստանի լեռնային գոտիների ամենատարածված եւ սիրված տեղաբույսերից մեկն է, այն բազմամյա է, որ աչքի է ընկնում իր անուշ բույրով եւ մանր մանուշակագույն ծաղիկներով, այն կարող են գտնել գրեթե ամենուրեք այգիներում, մարգագետիններում եւ բարձրադիր լեռներում, այն օգտագործում են հազիվ եւ շնչառական այլ խնդիրների դեպքում, նաեւ ստամոքսի ցավերի եւ մարսողությունը բարելավելու նպատակով, այն բացի բժշկության մեջ օգտագործելուց, նաեւ օգտագործում են հայկական խոհանոցում որպես համեմունք, հավաքում են այդ բույսը հիմնականում հունիս եւ հուլիս ամիսներին եւ կարող են չորացնել եւ բույսը պահպանում է իր բոլոր օգտակար հատկությունների երկար ժամանակ։ Այս բույսը նաեւ օգտագործում են բերանի խոռոչի ողողումների համար, այս բույսը համարվում է հայկական լեռնաշխարհի իսկական խորհրդանիշներից մեկը։ Իսկ ինքդ փորձել ես։ Այո։ Շատ թե ես խմեմ, թե որպես բուժիչ որպես թուրմ եմ սարքել եւ եթե բերանից եմ բերանի խոռոչում եմ կատարել, բայց թեյն էլ է շատ օգտակար։ Ինչպես ենք թեյը պատրաստում, թուրմը ինչպես ենք պատրաստում, թուրմից ասենք։ Բույսը վեր ենք ունում եւ վերցնում ենք եւ լվանում ենք սառը ջրով, հետո դնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք երման ջուր եւ ամենակարևորը փակում ենք այդ ամենը, որ ստանանք թուրմ եւ դնում մուտտեղ։ Ասեցիր պետք է լվանալ։ Դա անկեղծ ասած ինձ համար նորություն է, որ թե եփելուց առաջ պետք է լվանալ։ Դա չչորացրած տարբերակում, թե այս չորացրած տարբերակում պետք է լվանալ։ Չէ, չչորացրած թուրմ սարքելու համար չչորացրած տարբերակում պետք է լվանալ, որպեսզի մաքուր լինի բույսը։ Այսինքն դուք պետք է այն լվանալ, նոր չորացնել։ Այո, լվացել ենք, չէ՞։ Այդ մեթոդը կբացատրես, թե այս չորացման եղանակը ոնց է ստացվել եւ այստեղ բազում տեսականի եմ տեսնում, այս ամբողջը դուք ձեռք եք բերել, թե ինքներդ չորացրել եք։ Քաղել եք, հավաքել եք, բերքահավաքի ժամանակ, այսինքն անցած տարի։ Ավելի շատ հավաքել ենք, չորացրել եւ ստեղծել ենք։ Խնդրում եմ մի փոքր բացատրի, երբ որ գնացիք այդ հայկական լեռնաշխարհում այս ամեն ինչը հավաքելու, ինչ զգացողություններ ունեցաք այդ անտառի հետ, դաշտի հետ, սարի, օդի ու ջուրը եւ ինձ թվում է նման աշխատանքների ժամանակ դուք ավելի եք համախմբվում։ Շատ հետաքրքիր էր այդ ժամանակը, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, գնացինք հավաքելու եւ իմացանք նաեւ թե որոնք են եւ ոնց են այդ ամենն անում եւ համախմբվեցինք մեր խմբով, ինչքան կարող ենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ եմ, խնդրում եմ ներկայացրեք մեր հաջորդ մասնակցին։ Մենք մեր նախագծային շրջանակներում ստեղծել ենք գրքերի քսուկ, որը նույնպես դրել ենք բիոդերմ, բիոբինական եւ դերմաշկ։ Մենք դա ստացել ենք մեր ռամոմից, թանձրվելու էքստրակտի, ճիճխանի յուղից եւ վիտամինների։ Ճիճխանի յուղը կատարում է վերքերը բուժող հատկություն, իսկ թանձրվելին օգտագործում է որպես հակամարային եւ հանգստացնող էֆեկտ ունի։ Այդ դուք նշեցիք, որ դուք 9-րդ դասարան եք, ավարտեցիք։ Ոնց հասկանում եմ, բոլորը այդ ուղղությամբ, կենսաբանական ուղղությամբ պետք է գնանք, որովհետև ոնց հասկացա, բազում գիտելիքներ տիրապետում այս ոլորտին ու եթե չսիրեք, դժվար թե այս փորձարարության մեջ անցնեիք։ Իրենց նախաձեռնությամբ է եղել եւ իրենց մոտեցմամբ նույնիսկ այցելել ենք մի քանի կառույցներ, որտեղ այո, լաբորատորիաներ եք գնացել։ Այցելել ենք Վանաձորի պետական համալսարան եւ որտեղ Ձեզ դիմավորել ենք Վարդանյանը։ Այո, Ընկեր Վարդանյանը եւ Ընկեր Վարդանյանը իր թանթրվելու էքստրակտի եւ թանթրվելու որպես դեղաբույսի, այո, նույնիսկ իրենց արտոնագիրն են ցույց տվել, թե ինչպիսի օշարակներ են ստացել, հագեցած լավ այց էր, որից հետո գնացել ենք Վանաձորի բժշկական քոլեջ, այնտեղ ուսումնասիրել ենք դեղաբույսերի նշանակությունը, թե դեղաբույսերից ինչ դեղանյութեր են պատրաստում, այցելել ենք նաև Վանաձորի համար առաջին դեղատուն,
որտեղ ռակետների օգնությամբ բացահայտել ենք այն դեղաբույսերը, որոնք մեզ ծանոթ չէին, բայց պարզվեց, որ դրանք նույնիսկ օգտագործում են դեղորայքի ստացման մեջ։ Նախագծային աշխատանքը, երբ որ դասղեկները հայտարարվում է կամ տեղադրվում է համացանցում, ինչ նախագծով կարող է հանդես գալ այդ թիմերը, ինչու դուք որոշեցիք հենց կենսաբանության ուղղությամբ։ Բազում էր ընտրությունը, ինչը չես ստիպեց, արդյոք դպրոցի ես գեղեցիկ լաբորատորիայի պայմանները, թե ձեր մանկավարժի տված գիտելիքները։ Շատ հոգեարարզատ էր այս թեման մեզ, ընտրեցինք այս թեման, որովհետև այդ տրված թեմաներից ամենաշատը դուր եկավ այս թեման եւ քանի որ շատ սիրելով մեր ուսուցչին, ուզում էինք հենց նրա մոտ լինել, ընտրեցինք այս թեման։ Ինչ գնահատական կտաք այս տարիների ընթացքում ինքը ինչա տվեց ես։ Ջինջեր Ղազարյանը մեզ տվել է բավարար ուսում, որով մենք հիմա կարողացել ենք այսքանը անել եւ հիանալի աշխատանք ունեցանք։ Տարբեր տարիների ընթացքում ունեցել ենք նախագծային աշխատանքներ, իրենք նույնիսկ ընտրել են եւ առաջին կիսամյակում եւ երկրորդ կիսամյակում կենսաբանության նախագծային աշխատանք այդպիսի տարբեր թեմաներ ենք ընտրել, բայց չգիտես ինչի իրենք հենց այս թեման իրենց ավելի հոգեհարազատ եղավ։ Ընկեր Ղազարյան, այս նախագծի վրա ինչքան ժամանակ եք ծախսել։ 10 շաբաթ, այսինքն մենք այս նախագծային աշխատանքի համար իրականացրել ենք 10 փուլ։ Վերջում ներկայացնում ենք հանրային ներկայացում է լինում եւ այս հանրային ներկայացման ժամանակ նախագծային աշխատանքների կարևոր կետերից մեկը արժեքը կարողանում են նաև ձևակերպել այսպես, որ նաև իրենք կոտրում են լսարանի դիմաց խոսելու վախը։ Այսինքն իրենք անկաշկանդ կարողանում են խոսել հենց վերջին փուլում, հանրային ներկայացման փուլում։ Ընկեր Ղազարյան, քանի տարվա մանկավարժ եք եւ արդյոք ի սկզբանե աշխատել եք թիվ 18 դպրոցում։ Ի սկզբանե աշխատել եմ թիվ 17 դպրոցում, ունեմ արդեն 25 տարվա մանկավարժական ստաժ, դասավանդում եմ կենսաբանություն։ Դուք ունեք գեղեցիկ լաբորատորիա բոլոր պայմաններում, որովհետև եթե չունենայիք այս պայմանները, դժվար այս արդյունքը ունենայիք։ Ես կարծում եմ, որ նորագույն սարքավորումներով լի այս սենյակում, լաբորատորիայում եւ նախագծային աշխատանքներով ձևավորվում է արժեհամակարգ, կարևորում է նախագծային աշխատանքների դերը, քանի որ մի շարք արժեքներ է աշակերտների մոտ, սովորողների մոտ ձևավորում։ Առաջիններից մեկը գիտելիքի կիրառումն է, երբ աշակերտը կարողանում է այս նախագծային աշխատանքից հետո իր ստացած գիտելիքը առօրյայում, կենցաղում կարողանում է կիրառել։ Երկրորդ կարևոր կետը դա հետազոտական աշխատանք կատարելն է եւ կարողանում եք ճիշտ տեղից գտնել իրեն հուզող, սպառիչ պատասխաններ։ Եվ ամենակարևորը իրենք սովորում են մեկը մյուսին լսել։ Եվ կարևոր կետերից մեկը նաեւ այդ ինքնուրույնությունն է, որ ձևավորվում է։ Իսկ նախագծային աշխատանքները սրանք ամենաարդիական եւ ամենահետաքրքիր աշխատանքներն են ժամանակակից կրթության ոլորտում, քանի որ ստեղծում է կարևոր մի կետ, որ կոչվում է մոտիվացիա կամ ստեղծարարություն, այսինքն նախագծային աշխատանքը ոչ մի ստանդարտում չի տեղավորվում։ Չունի մեկ ստանդարտ, քանի որ աշխատում է մարդկային ուղեղը։ Խնդրում եմ ներկայացրեք, թե այսինչ փորձ է դրված մեր սեղանին, մեր սեղանին եք ստացել է խատուտիկ, խատուտիկից հավաքել ենք դեղին ծաղիկները եւ երկու տեսակի յուղերի մեջ պահել ենք մութ սենյակում։ Այսինքն սրանից մենք հետագայում պիտի ստեղծենք մեզ համար անհրաժեշտ նյութերը հավաքելով, ավելացնում ենք կրեմների եւ ուտեստների բաղադրության մեջ։ Այսինքն այս նյութը հարուստ է վիտամիններով, վիտամինային կոմպլեքս է։ Իսկ դա դուք հենց փորձում եք, թե ինչ-որ միտեղ կարդացել եք եւ ուզում եք հենց ինքներդ ստանալ։ Մենք փորձում ենք ստանալ, ինչ օգտակար հատկանիշներ կա խատուտիկի մեջ։ Բացատրում ենք, որից հետո արդեն էմպիրիկ մեթոդով, փորձարարական մեթոդով ապացուցում ենք եւ կապում կյանքի հետ։ Ինչ տվեց սա մեզ, հա։ Շատ գեղեցիկ ձևավորում եւ ամաները եւ տպագրությունը եւ
բույսերը թե ինչ գույների են իրենք, որ ավելի հեշտ հասանելի մարդիկ ունեն։ Միլենա ջան, խնդրում եմ բացատրի։ Քանի որ այցելել ենք պատմության թանգարան, այնտեղ մի կտավ կար փակցված, որը մեզ շատ դուր եկավ եւ գիտին մենք հարցրեցինք թե ինչ նշանակություն ունի եւ ինչպես է այն ներկվել։ Նա պատասխանեց, որ այս կտավը շատ ունի բնական ներկանյութերով է ներկված եւ պահպանված է եղել եւ նրանք փորձել են գտնել ինչ-որ քիմիական նյութեր, բայց բացահայտել են, որ ամբողջովին բնական նյութերից է պատրաստված եղել եւ նկարը բնական նյութերով է ներկվել։ Եվ որոշեցինք բնական ներկանյութերով ներկել կտորները եւ թելերը։ Դուք չէիք հավատում, թե ուղղակի ուզեցաք հենց ինքներդ փորձեք։ Տեսնեք ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Հավատում էինք, ուղղակի որոշեցինք, որ մենք էլ փորձենք եւ մեր նախագծային շրջանակներում ներկայացնենք, որքան ժամանակ է պահպանում բնական ներկանյութը։ Սա սուրճով ենք փորձել ներկել, սա թանթրվենով, քրքում կարմիր պղպեղ եւ սպանախի տերևներով։ Ունենք դեղաբույսերի օգտագործումը բժշկության մեջ գրքույկ, որտեղ ներկայացնում ենք դեղաբույսերը։ Այստեղ բովանդակությունն է, ինչ դեղաբույսեր կան, անանուխ, անթառամ, այդ դեղաբույսերը ինչպես են օգտագործվում բժշկության մեջ։ Ամբողջ աշխատանքի եւ ընթացքի եւ ժամանակի առումով, եթե չլինեն աջակցություններ, բնականաբար դուք չեք ունենա նման արդյունք։ Ունեք հնարավորություն եւ այս ծրագրի մասին թեկուզ որ նախարարությունը տվել է ձեզ նման հնարավորություն, կարող եք նաեւ դրա մասին խոսել։ Քանի որ երբ որ ես եմ եղել աշակերտ, մենք նման հնարավորություն չենք ունեցել, մենք նույնիսկ լաբորատորիա չենք ունեցել։ Այսօր դուք ունեք եւ պայմաններ եւ հնարավորություն։ Եվ աջակիցներ իհարկե։ Իդեմս տնօրենի։ Այո։ Շատ հարցերում տնօրենն է մեզ աջակցում, փորձում ենք չդիմել, բայց ամեն դեպքում, երբ անհրաժեշտ բոլոր նյութերի ձեռքբերման եւ նյութերի օգտագործման համար մեզ աջակցում է նաեւ մեր տնօրինությունը, տնօրենը։ Երբ որ այս նախագծերը մտան դպրոց, այս ձևաչափը մտավ, սկզբից ես հիշում եմ, որ շատ ծանր էին տանում թե ուսուցիչները, թե աշակերտները, որովհետեւ բոլորս գիտենք, որ բոլոր նոր բանը շատ դժվար է ընդունվում։ Ինչպես արձագանք եղավ ձեր իսկ կողմից որպես մանկավարժ եւ նաեւ դպրոցում, երբ որ այս նախագծային աշխատանքները ներս մտան։ Քանի որ մեր կենսաբանության լաբորատորիան հագեցած է փորձարարական դասերով, հետաքրքիր նախագծային աշխատանքներով եւ յուրաքանչյուր նորություն իրենից վաղ ու տագնապ է ներկայացնում, առաջին նախագծային աշխատանքը ես ինքս արեցի հենց մեր դպրոցում։ Եվ առաջինը նորից իրենց դասարանում էր, բակտերիաներից կաթնամթերքի ստացում, նույնիսկ պանի գործարան եմ գնացել եւ բակտերիաների շտամներ բերելով մենք փորձել ենք մեր դպրոցի ճաշարանում այդ բակտերիաներով նարինե կաթնաթթվային այդ հավելումով փորձել ենք բոլորի համար նույնիսկ այդ մածունները մածունի ստացման գործն ենք ստանձնել եւ բավականին հետաքրքիր էր եւ առաջին նախագծային աշխատանքը հիշում եմ, որ հենց էլի մեր խումբն է կատարել դպրոցում։ Իսկ գրեցիք եւ շարունակությունը ընթանում է շատ փայլուն ձևաչափով։ Շատ շնորհակալ ենք։ Ինչ կավելացնենք եւ նախագծի մասին եւ ընդհանրապես այս գործունեության մասին։ Սկսենք քեզնից։ Դիլիջանի կենտրոնական դպրոց ենք մենք գնացել, որպեսզի ներկայացնենք մեր պրոդուկտները, շնորհանդես էր եղել, որպեսզի ներկայացնենք մեր պրոդուկտները, օրինակ ես ներկայացրեցի ձեռքերքսուկները, որով մի քիչ առաջ ներկայացրեցի։ Իսկ ինչպես ընդունվեց, ես գիտեմ, որ հիացած են, բարձրացած են նաև մարդիկային, որոնք առաջարկում էին գնել։ Այո, բայց մենք չվաճառեցինք։ Քանի որ մեր նախագծային աշխատանք։ Տեսեք, եկանք իմ նախնական զրույցին, որ եթե բնական է, եթե մարդիկ օգտագործեն, որովհետև այսօր շատ քիմիայով լեցուն ապրանքներ են մեզ շրջապատում, իսկ եթե դուք մաքուր հումքով օգտագործեք եւ շատ ավելի արժեքավոր կլինի եւ մեր քաղաքացիները ունենան մաքուր միայն դրական մաշկ եւ արդյունքում մեզ ասացին, որ դուք բիզնես պլան եք բերել մեր կենտրոն, նույնիսկ առաջարկեցին վաճառել, բայց իհարկե մենք չէինք վաճառում, որովհետեւ նախ դուփերն են քիչ,
հետո գործ ունենք կիսատ, պիտի բերենք ներկայացնենք եւ արդյունքում իրենք պարզապես հիացած են։ Դուք գոհ եք ձեր կատարած աշխատանքից, որովհետև երբեմն ինչ-որ մի բան թերություն գտնվում է կամ մի բան, բայց ես անկեղծ ասած այստեղ ոչ մի թերություն չեմ գտնում, շատ իդեալական աշխատանք են կատարել, քանի որ հաշվի առնելով, որ իրենք ընդամենը 9-րդ դասարանի երիտասարդներն եւ այսքան նպատակասլաց գնում են դեպի այս ուղղությամբ, նաեւ իհարկե կա ձեր աշխատանքի շնորհը, քանի որ եթե դուք ձեր չսերմանեիք այս աշակերտների մեջ, դժվար է աշխատանքի արդյունքը այսպեսին լիներ։ Շնորհակալ եմ, ես գտնում եմ, որ իմ թիմը շատ լավ աշխատեց, գերազանցեցին իրենք իրենց։ Այսինքն իրենք աշխատում էին ոչ միայն այստեղ, իրենք աշխատում էին նաև տնից, աշխատում ենք առանց ժամացույցին նայելու։ Մեր աշխատանքը հագեցած է, վերջնարդյունքները փայլուն, ես կարծում եմ, որովհետև իրենք շատ են աշխատել, նույնիսկ ՏՀՏ գործիքներ են օգտագործել, նորարարական մեթոդներ են օգտագործել, հատուկ QR կոդեր ունենք, հղումներ ունենք, լինքեր ունենք, որտեղ կարող ենք վիճակագրական տվյալներով իմանալ, թե մեր բնակչությունից քանի տոկոսն է հետաքրքրված դեղաբույսերով, օգտագործում են իրենց կենցաղում, թե ոչ, կարողանում են ճիշտ օգտագործել, արդյոք բոլոր դեղաբույսերն են օգտակար, իսկ եթե փոքր-ինչ ավել ենք օգտագործում, դրանք կարող են նույնիսկ վտանգել չէ մեր առողջությանը։ Մենք ստեղծել ենք կայք, որտեղ ներկայացնում ենք դեղաբույսերը եւ մեր կատարած ամբողջ աշխատանքը։ Ինչպես տեսնում եք, մեր կայքի անվանումը դեղաբույսերի կապը բժշկության մեջ եւ այստեղ աշխատանքային նկարներ են։ Իսկ արդյոք ճիշտ է համարվում, որ ձեր գաղտնիքը այդքան որովհետև հիմնական մասնակիցները իրենց գաղտնիքները չեն ասում։ Ինձ այդտեղ այդքան էլ գաղտնիք չկա։ Մենք նաև հարցում ենք կայացրել մեր նախագծային շրջանակներում, որպեսզի պարզենք, թե մեզ շրջապատող մարդիկ ինչքանով են տեղեկացված դեղաբույսերից եւ դրանց օգտագործմամբ։ Հարցման ընթացքում գրեթե 80 հոգի պատասխանել են շատ ճիշտ հարցերին ու կարծում եմ, որ մեզ շրջապատող մարդիկ տեղյակ են, թե ինչպես ճիշտ օգտագործել դեղաբույսերը։ Եվ մեր մարզի բնակիչները ավելի լավ են իրազեկված, տեղյակ, քան այլ մարզերի բնակիչները։ Նույնիսկ այդպիսի աշխարհագրական իրենք դիտարկում են արել։ Բնականաբար մեր մարզի ժողովուրդը այդ խոտաբույսերից ավելի շատ է օգտվում, քան հնակատյան դաշտավայրի կողմը կամ Կոտայքի կողմը։ Մենք այդ տեսակետից շատ հարուստ ենք։ Նույնիսկ թերախմություններ ենք մենք կազմակերպում մեր դպրոցում դեղաբույսերով այդպիսի ստեղծագործական ինչ-որ մոտեցմամբ, երաժշտություն ենք լսում, թեյերի օգտագործման մասին են աշակերտները բացատրում, սիրով հրավիրում ենք նաև տնօրենին, մեզ հետ միանում է թերախմության։ Հուսով եմ հաջորդ անգամ ինձ կհրավիրեք։ Մեծ սիրով։ Ես թե շատ եմ սիրում։ Մեծ սիրով։ Էլ ինչ կավելացնես Միլենա ջան։ Ստեղծել ենք նաև կարմիր գիրք, որտեղ ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետության այն դեղաբույսերը, որոնք գտնվում են վերացման եզրին եւ ունեն օգնության, խնամքի, պահպանման կարիք։ Ծաղիկների լուսանկարները եւ հովանդակության հարցում ով է ձեզ օգնել, հենց դուք ինքներդ եք։ Համացանցից ոչինչ չեք վերցրել։ Համացանցից լուսանկարներն ենք միայն վերցրել, մյուսները մենք ինքներս։ Քանի որ ձեր դեմ դեռ 2-3 տարի ունեք, որ պետք է սովորեք այս դպրոցում, հաջորդ գիրքը որ հրատարակեք, արդեն ձեր իսկ լուսանկարները կունենաք։ Եթե դուք գնաք դաշտ ու հավաքում եք ինքներդ, միանգամից կարող եք ունենալ եւ դա կլինի հեղինական դուփերի մատնշումը, դուփերի վրայի անվանումները, լոգոները, ինչ որ կա, բոլորը իրենց մտահղացություն է։ Իսկ դարման երբ որ որոշեցիք, ում միտքն էր, թե կրկին ամբողջ թիմի աշխատանք։ Ամբողջ թիմով որոշում ենք, թե ինչ անվանում կարելի է դնել մեր դեղաբույսերին եւ մեծ միտք ցակեց, որպեսզի դարման դնենք։ Ինքը համընկնում էր մեր թեմայի հետ, դրա համար որոշեցինք, որ դարման։ Որպես բուժիչ սպեղան։ Խնդրում եմ ամփոփենք մեր փոքրիկ հարցազրույցը եւ Միլենա ջան սկսենք հենց ձեզնից, ինչ տվեց այս նախագիծը հենց ձեզ։ Նախագծի ընթացքում ես շատ դասեր քաղեցի եւ հասկացա, որ ինչքան
կարևոր են դեղաբույսերը մեզ համար, ինչ նշանակություն ունեն եւ ինչքան կարևոր են, որպեսզի մենք պահպանենք եւ փորձենք հաջորդ ծննդներին ցույց տալ, թե ինչպես ճիշտ օգտագործել դեղաբույսերը եւ ինչ բուժիչ հատկություններ ունեն դրանք մեզ համար եւ արդյոք պետք է օգտագործել, թե ոչ։ Ես այս նախագծայինից հասկացա, որ գոնությունը ավելին է, քան ես կարծում էի։ Իմացա շատ դեղաբույսերի մասին եւ մեր դասընկերների հետ իմացանք հայկական դեղաբույսերի օգտագործման մասին։ Մենք իմացանք նաեւ մեր շրջապատի դեղաբույսերի մասին, նրանց օգտակար եւ վնասակար սովորությունների մասին, հատկությունները, այդպիսի բույսեր քանթակներին, որը ես առաջ գիտեի ինչ սովորություն, ինչ հատկություններ ունի, իսկ հիմա իմացա, որ նրանց նրբտուտները շատ օգտակար են, նաև օգտագործում են բուժկության մեջ, բայց նրանց գեղերը եւ տերները թունավոր են նաև մահացու։ Յուրաքանչյուր նախագծային աշխատանք, երբ որ ձեր իսկ ղեկավարած դասարանը հանձնում է, դա նաև ձեր հաղթանակն է։ Չասել, որ ձեզ ինչ-որ բան չտվեց, սխալ է։ Խնդրում եմ դուք ինքներդ ներկայացրեք եւ զգացողությունների մասին, եւ գիտելիքների, եւ տպավորությունների, եւ այն 10 ամիսների ժամանակահատվածի մասին, որ դուք անցաք ձեր թիմի հետ։ 10 փուլերի ընթացքում ես իրենց հետ զուգահեռ իրենց հավասար աշխատել եմ։ Նաև իրենցից եմ շատ բան սովորել, նաև իրենց հետ հետազոտական աշխատանքների եւ փորձարարական դասերի ընթացքում իրենց ճանաչելուց բացի ճանաչել եմ նաև ինքս ինձ։ Յուրաքանչյուր օր ես իրենց հետ կատարել եմ հետազոտական աշխատանք, իսկ ինչ տվեց նախագծային աշխատանքից, ես միշտ իրենց ասում եմ, որ դուք ավելի շատ սիրում եք փորձ անել, քան խոսել, դժվար է խոսեցնում իրենց, բայց երբ նախագծային աշխատանքի հանրային ներկայացման օրը եղավ, ես պարզապես հիացած էի տվել իրենցով։ Յուրաքանչյուրը աշխատում էին, չէին աշխատում իրենք իրենց համար, աշխատում էին ամբողջ խմբի համար։ Խումբը ղեկավարում էր, որպես խմբի ղեկավար, ընտրվել էր Միլենան որպես ավագ, բայց Միլենան այնքան շատ գործ ուներ արած, այնքան շատ գործ էր անում, որ մի բան մոռանում էր, որ ինքը ինչ պիտի անի, ինքը ինչ պիտի ասի, հա, բոլորի գործը, գործառույթները ինքն էր բաժանում։ Յուրաքանչյուր նախագծային աշխատանք ուսուցչի համար իսկապես հաղթանակ է։ Ես կարծում եմ, որ ժամանակակից կրթության մեջ պիտի լինի նախագծային աշխատանքը եւ նորագույն սարքավորումներով լի լաբորատորիաներ։ Սա է բերում որակի բարձրացման։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, որ ուզում եմ նշել, նախագծային աշխատանքները ստեղծագործական աշխատանքներ են։ Չկա երկու իրար նման նախագծային աշխատանքներ։ Մոտեցմամբ տարբեր են, այսինքն ոչ մի ստանդարտում չեն տեղավորվում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրեն Տիկին Թաթևոսյանին, ով ամեն ինչ անում է, որ դպրոցը գտնվի բարձունքում եւ առաջի շարքերում երևա իր դպրոցի թե ուսուցչուհին, թե աշակերտը։ Շնորհակալ եմ ձեզ նորանոր հաջողություններ, նորանոր բացահայտումներ եւ տա Աստված, որ դուրս գա շուկա եւ մենք ինքներս փորձենք ձեր իսկ աշխատանքները եւ հպարտորեն ասենք մենք այս երեխաներին անձամբ ենք ճանաչում։ Ձեզ նորանոր հաջողություններ։